Երևանը կրկին հերքել է Բաքվի ապատեղեկատվությունը պաշտպանության նախարարության հաղորդմամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին 0:25-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Նշենք, որ վերջին շրջանում Բաքուն ժամանակ առ ժամանակ նույնաբովանդակ ստահոդ լուրեր է տարածում։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Կարիսը վերահաստատել է Էստոնիայի աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության եւ կայունության ապահովման ջանքերին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման եւ համագործակցության ընդլայնման շուրջ։ Հայաստանի առաջին հայրենական արբանյակը Հայասատ 1-ը ավարտել է առաքելությունը։ Այն ապրիլի 26-ին վերջին անգամ հատել է Կարմանի գիծը, տիեզերքի պայմանական սահմանը եւ ավարտել առաքելությունը։ Այս առաքելության շնորհիվ հնարավոր է եղել ձեռք բերել անհրաժեշտ արժեքավոր տեղեկություններ եւ փորձ։ Նշենք, որ Հայասատ 1-ը Հայաստանում ստեղծված առաջին արբանյակն է։ 2022 թվականի մայիսին գործարկված Armsat-ը արտադրվել էր Իսպանիայում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ժամանել է Բաքու, նրան ուղեկցում է արտգործնախարար Աբբաս Սարաղչին։ Մեկնարկել է Փեզեշքյանի առանձնազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բաքու մեկնելուց առաջ Իրանի նախագահը ադրբեջանական պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեմային ասել էր, որ Թեհրանը ճանապարհ է կառուցում Ադրբեջանի եւ Նախիջևանի կապի համար շրջանցելով Հայաստանը։ Ռուսաստանը սպասում է Կիևից ազդանշանի բանակցությունները վերսկսելու համար, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պիսկովը։ Նա նշել է, թե Կիևը պետք է որոշակի գործողություններ ձեռնարկի, քանի որ օրենսդրական արգելք կա։ Պիսկովը միաժամանակ հավելել է, որ շարունակվում են Միացյալ Նահանգների ջանքերը գործընթացը խաղաղուն տեղափոխելու համար։ Մինչ այս էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել էր, որ Մոսկվայի եւ Կիևի միջև բանակցություններն անհնար են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից սահմանված արգելքի պատճառով։ Քաշմիրում ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածության աճի ֆոնին Թուրքիան ռազմական տեխնիկա է ուղարկել Իսլամաբադին։ Կիրակի Թուրքիայի ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռը Կարաչի է ժամանել։ Միաժամանակ ըստ որոշ տեղեկությունների Իսլամաբադի ռազմական բազայում էլ վայրեջք են կատարել 6 թուրքական ինքնաթիռներ։ Թուրքական եւ պակիստանյան աղբյուրները հաստատել են ռազմական բեռի տեղափոխումը, բայց բեռի մանրամասները չեն հրապարակել։